Սանյան մեր ձևով շարժման կարգավորող հանձնաժողովի անդամ։ Տեսեք, պարոն Ալեքսեյան, մի քանի օր առաջ նշեցիք, որ լրացել է 5000 կամավորների, այսպես ասած, հայտարարագրումը։ Կասեք, ինչ աշխատանքներ պետք է տարվեն նրանց հետ, որն է լինելու այդ կամավորների ֆունկցիան, այժմ ինչ փուլում է գտնվում process-ը։ Ձեր հարցը քիչ շատ ընդհանրական էր, եկեք ես էլ ընդհանուր ներկայացնեմ, հա։ Ունենք արդեն 5000-ից ավել կամավորներ, ովքեր միացել են մեր ժողովրդավարական շարժմանը, մեր ձևով շարժմանը, եւ գրեթե մեծ մասին արդեն կարողացել ենք ընդունենք, ունենք ընդունելության օրեր, եւ այն քաղաքացիներ, ովքեր որ միացել են արդեն մեր ձևով շարժմանը, ունենում ենք հանդիպումներ, մեծ մասին ես ինքս եմ ընդունում, ասեմ, որ շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենում, տարատեսակ, գալիս են ներկայացնում են իրենց խնդիրները ասել եմ նկատի ունեմ իրենց համայնքի խնդիրները, իրենց մարզի խնդիրները, ունենք քաղաքացիներ, ովքեր որ արդեն լուծման ճանապարհները տեսնելով են գալիս ու խնդրանքով են գալիս, որպեսզի մենք եւ մեր ծրագրի մեջ ներառենք եւ հնարավորության սահմաններում արդեն իսկ հիմիկվանից սկսենք աջակցել այդ ճանապարհների վրա, ունենք նմանատիպ քեյսեր էլ արդեն ունենք։ Եվ հանդիպումների ժամանակ շատ քաղաքացիներ ունենք, ովքեր որ բավականին հետաքրքիր ճանապարհ ունեն անցած, պրոֆեսիոնալ ճանապարհ ունեն անցած, տարբեր մասնագետների մասին է խոսքը, եւ շատերը արդեն ներգրաված են մեր աշխատանքային խմբերին, որպես կամավոր աշխատանք։ Նրանց ֆունկցիան այդ քաղաքացիների որն է լինելու, ինչ աշխատանքներ են տարվում նրանց հետ։ Բոլորի թե այն մարդկանց, ովքեր որ միացել են արդեն աշխատանքային, ովքեր որ միացել են արդեն աշխատանքային խմբերին, տարբեր հարցերով, տարբեր խնդիրներով, տարբեր սֆերաների հավաքագրվում են այն բոլոր խնդիրները, որը որ մենք հիմա ունենք եւ գտնում ենք լուծման ճանապարհներ, լուծումներ եւ արդեն պրոֆեսիոնալ դաշտում քննարկումներ են գնում, որոնք որ եթե ունենք քեյսեր, որոնք որ հիմա կարող ենք որևիցե ձև մեր աջակցությունը ցույց տալ, որը որ միշտ ենք արել, առհասարակ հիմիկվանից սկսում ենք մեր աջակցությունը ցույց տալ, իսկ հիմնական մասը մենք ստեղծում ենք ծրագիր, որը որ հետագայում արդեն լինելու է մեր կուսակցության ծրագիրը։ Տեսեք, ասում եք քաղաքացիներ կա, որոնք արդեն լուսման ուղիները տեսնելով են գալիս, եղել են այնպիսի առաջարկներ, որոնք պարզապես որոշել եք ներառել ձեր ծրագրի մեջ։ Ես հենց դրա մասին էլ խոսում էի, ունենք քաղաքացիներ, ովքեր որ օրինակ գյուղատնտեսական ոլորտից ունենք քաղաքացի, որ 40 եւ քիչ ավել տարվա գյուղատնտեսական, պետական գյուղատնտեսական համակարգի փորձ ունի եւ իրականում իր փորձը անգնահատելի է եւ իր ներգրավվածությունը բավականին մեծ է մեր աշխատանքային խմբի աշխատանքների գյուղատնտեսական ոլորտի եւ նմանատիպ քեյսեր շատ ունենք մեր աշխատանքային խմբերում։ Շատ լավ, եւ որն է լինելու հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը քաղաքացիները շարունակում են միանալ եւ բավականին մեծ հոսք կա քաղաքացիների, ովքեր որ միանում են մեր ձևով շարժմանը, այն շատ քաղաքացիներ եւ մարզային այցերից հետո, ամեն մարզային այցից հետո մի նոր ալիք է բարձրանում քաղաքացիների, ովքեր որ միանում են, որտեղ կարծում եմ, որ միգուցե եւ որոշակի բացեր կան մարդկանց մոտ, որ դեռ հարցեր ունեն առաջացած, շատ քաղաքացիներ ունենք, որ զանգում հանդիպում են խնդրում, հարցեր ունեն, որոնք որ տալիս են հնարավորինս մաքսիմում բացատրում ենք, թե ինչի մասին է խոսքը, բայց ֆիքսենք, որ բոլոր մեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ֆիքսել են, որ սա հստակ գաղափարների շուրջ, ազգային արժեքների շուրջ համախմբված շարժում է։ Շնորհակալություն։